Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալը մոտենում է իր վճռորոշ պահերին, և հիմա ամեն ինչ ավելի անկանխատեսելի է, քան երբևէ։ Թվում էր, թե Ռեբեկկան վերջապես կազատվի իր առջև ծառացած վտանգից, բայց իրականում նա կրկին հայտնվում է դրամատիկ իրադարձությունների կենտրոնում։ Վահեի տանն իր կյանքը վտանգված տեսնելուց հետո Ռեբեկկան թվում էր, թե ազատվել էր այդ մղձավանջից, սակայն ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր։ Նա փրկվեց, բայց Հարութ Արշակյանի մարմնավորած կերպարն առեղծվածային անհատը, ով հայտնվեց նրա կյանքում հենց ամենավտանգավոր պահին, դարձավ զոհ։ Այս անգամ նրա ընկերը, մի մարդ, որից ոչ ոք վտանգ չէր սպասում զայրույթի պահին, դանակահարում է նրան։ Դա անսպասելի հարված էր բոլորի համար, բայց առավել ևս Ռեբեկկայի համար։ Նա չէր կարող հավատալ, որ Փրկիչն այժմ ինքն իր օգնության կարիքն ունի։ Ռեբեկկան առանց վարանելու վերադառնում է նրա մոտ և փորձում է օգնել։ Նա խուճապահար է, բայց վճռական, հասկանալով, որ այս անգամ պետք է ինքը փրկի նրան։ Արդյոք նա կկարողանա հասցնել ժամանակին օգնություն կանչել, թե ամեն ինչ կվերջանա ամենաանհաջող կերպով։ Մինչ այդ Միսակի ընտանիքը պատրաստվում է նրա թաղման արարողությանը, բոլորն այնտեղ են, անգամ նրանք, ովքեր հեռացել էին։ Արմանը, չնայած իր և Միսակի միջև եղած լարվածությանը, հեռվից հետևում է նրանց ընտանիքին, քանի որ Էլկան այնտեղ է։ Արմանը Սարոյանների ընտանիքի հանդեպ ունի իր հատուկ վերաբերմունքը։ Սարոյանը տեսնում է Արմանին հեռվում կանգնած։ Հնարավոր է սա լինի այն պահը, երբ Սարոյանը վերջապես կհասկանա իր սխալները։ Հնարավոր է, որ նա հասկանա Արմանն այդքան վատ չէր, որքան ինքն էր կարծում, հատկապես ողջ ճշմարտությունն իմանալուց հետո։ Սարոյանը Արմանին իր որդու նման է սիրում, մի պահ, որը կարող է ամբողջությամբ փոխել նրանց փոխհարաբերությունները։ Չնայած այս ամենին, ճշմարտությունը դեռ ամբողջությամբ չի բացահայտվել։ Ով է իրական մարդասպանը, ինչ է լինելու Սարոյանի ընտանիքի հետ, և արդյոք Ռեբեկկան իր փրկչին կկարողանա փրկել։ Մի բան պարզ է՝ ամենաինտրիգային պահերը դեռ առջևում են։ Ճշմարտությունը շատ շուտով կբացահայտվի, բայց ինչ զոհողությունների գնով։ Բաժանորդագրվեք մեզ, որպեսզի միասին բացահայտենք ամենահետաքրքիր գաղտնիքները, որոնք շատ շուտով բացահայտվելու են, և բացահայտվելու է նաև, թե ինչ է սպասվում հաջորդ սերիաներում, երբ է ավարտվելու հեռուստասերիալը։ Գրեք նաև ձեր կարծիքները այս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում։ Գրեք նաև, թե որ դերասանի կամ կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Գոռը գալիս է Դիանայի մոտ, իսկ Դիանան պատրաստվում է գնալ Միսակի թաղմանը։ Արդյոք նրան այնտեղ սպասող կա, և արդյոք թույլ կտան, որպեսզի Դիանան մասնակցի այդ թաղման արարողությանը։ Չէ՞ որ մեծ մասն արդեն տեղյակ է Դիանայի չարագործությունների մասին, և շատ շուտով ոստիկանությունը պարզելու է, որ հենց Դիանան է զանգահարել ոստիկանություն և տեղեկացրել, որ այդ տարածքում տղամարդու դի կա։ Բնականաբար նրան էլ են կանչելու հարցաքննության՝ պարզելու, թե ինչու և ինչ կապ է ունեցել Միսակի հետ Դիանան։ Գոռը հայտնվել է կրկին երկու քարի արանքում։ Խղճահարությունից ելնելով նա Դիանայի կողքին է, սակայն մյուս կողմում Սառան է, ում նա սիրում է։ Ինչ է սպասվելու, և արդյոք Գոռն ու Սառան հեռուստասերիալի վերջին սերիաներում կլինեն միասին, ցույց կտա ժամանակը։ Բնականաբար, նոր ինտրիգներ, նոր գաղտնիքներ, գաղտնիքների բացահայտում է սպասվում հետագա վերջին սերիաներում։ Մեր կարծիքով Արմանը վերջապես միանալու է Սարոյանների ընտանիքին, և Սարոյանը նրանից ներողություն է խնդրելու, սակայն Էլկան կկարողանա համակերպվել այն բանի հետ, որ իր հորը սպանել է իր սիրած տղայի հայրը։ Սա այդքան էլ հեշտ չէ գիտակցել ու ընդունել, բայց նրանց սերն այնքան ուժեղ է, որ հավանաբար այս ամենը կդառնա պատճառ նրանց միավորման ու էլ ավելի ուժեղ սիրո։ Մի կողմից Սարոյանի խղճի վրա ծանրացել է Վահեի մահը, սակայն մի կողմից Սարոյանն իրեն լավ է զգում, որ Արմանի հարցում չի սխալվել գոնե, և կարողանալու է նա Արմանից ներողություն խնդրել։ Այդ բանը չհասցրեց Վահեին։ Սերիալն իր բարդ ու հուզիչ պատմությամբ շարունակում է գերել հանդիսատեսին։ Յուրաքանչյուր նոր սերիալ լի է լարվածությամբ, խորը ապրումներով ու չբացահայտված գաղտնիքներով, որոնք հեռուստադիտողին սպասում են սպասել կլանված հերոսների ճակատագրերին։ Ռեբեկկան հայտնվել է իր կյանքի ամենաբարդ իրավիճակում։
Եվ հերոսների հոգեբանական տառապանքը նոր փուլ է մտնում։ Սարոյանը նույնպես հայտնվել է ծանր իրավիճակում, չկարողանալով ներել ինքն իրեն, որ ժամանակին չհավատաց Վահեին ու չպաշտպանեց նրան նրա աչքերի առաջ կրկին ու կրկին հայտնվում է Վահեի դեմքը, երբ նա փորձում էր ապացուցել իր անմեղությունը, բայց ոչ ոք չլսեց նրան։ Միևնույն ժամանակ Էլկան ապրում է իր կյանքի ամենամեծ երկվության մեջ՝ մի կողմից ողբում է հոր մահը, մյուս կողմից վախենում է իմանալ ճշմարտությունը։ Արդյոք Արմանը կարող է որևէ կապ ունենալ այս ողբերգության հետ։ Դե ինչ, մնացեք մեզ հետ և շատ շուտով բացահայտվելու է ամենահետաքրքիրը։ Բաժանորդագրվեք, թողեք ձեր կարծիքը և իհարկե միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկանաք շատ շուտով նոր սերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։